Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվել են աշխատանքից, համացանցում երեկ ակտիվ տարածվեց մի խայտարակ տեսանյութ, թե ինչպես են ծեծված քաղաքացուն ձեռքերի տակ պահելով դուրս բերում ոստիկանության Վանաձորի բաժանմունքից եւ փոխանցում շտապօգնության բժիշկներին։ Պարզվեց ծեծված երիտասարդը արցախցի է, Տիգրան Ուլուբաբյանը։ Մեդիահաբին հայտնի դարձավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, որ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալած բնակարան։ Սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ եւ հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները տուժողի բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։ Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն իմ բարեկամները գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են երկու տատիկներ, Փեսայի քույրը եւ իր 2-ամյա երեխան։ Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են ինձ, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել։ Մեդիահաբի հետ զրույցում պատմեց արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։ Արդյոք ոստիկաններին հեռացրել են աշխատանքից այս խայտարակ միջադեպից հետո։ Մեդիահաբը կապ հաստատեց ներքին գործերի նախարարության հետ։ Մեկ նախադասություն կարող ենք ասել, ծառայողական քննություն է նշանակվել, ամեն ինչ պարզ կդառնա քննությունից հետո, պատասխանեցին ՆԳՆ-ից։